Բարև, ես Կրիպերչիկն եմ։ Շատերը մտածում են, որ վայպի սկզբից փող աշխատելը դժվար է, որովհետև աուկցիոնում ամեն ինչ էժան է եւ լիքը պատճառներ։ Բայց այսօրվա վիդեոյում ես ձեզ ցույց կտամ հակառակը։ Դուք կտեսնեք, թե ինչպես աշխատեցի լիքը գումարներ։ Կտեսնեք, թե ինչպես առաջի անգամ իմ ակաունտը զաբան գնաց եւ լիքը հետաքրքիր բաներ։ Դրա համար միայն պետք է դնել լայքերը, բաժանորդագրվել ալիքին եւ վիդեոն նայել մինչեւ վերջ։ Ես մտնում եմ սերվեր, մի քիչ ստուգում եմ SPAVN-ը եւ որոշում եմ գրել free, որպեսզի ստանամ free case սկզբնական գումար աշխատելու համար։ Քանի որ սերվերը նոր էր բացվել եւ միաժամանակ մտել էր լիք խաղացողներ, ես չեմ կարողանում բացել իմ case-ը, քանի որ կախում էր, եւ որոշում եմ ստուգել exchange-ը։ Երբ մի քիչ թանկանում է, ես վաճառում եմ 5 coin եւ գնում եմ Almaz, որպեսզի սարքեմ տապոր, զաչար անեմ եւ գնամ քանդեմ լիքը ծառեր։ Ես գնում եմ Վարդմայնի կողքի զաչարի ստոլիկի մոտ եւ որոշում եմ զաչար անեմ եւ այստեղ տալիս է գրեթե ինձ պետքական բոլոր զաչարները՝ Delicatni 3, Prочность 3 եւ Effectiveness։ Ես RTP եմ լնում եւ շատ շուտ գտնում եմ ջունգլի, որտեղ երկու մեծ ծառ քանդելուց ես կարող եի գնել 5 coin, միացնում եմ բայերը եւ սկսում եմ քանդել։ Փորել ընթացքում ես հիշում եմ, որ սերվերում կա daily։ Այստեղ ինչ-որ մեկը տապորով հասմավրեց, բայց ես կարողանում եմ շատ դժվարությամբ իրան սպանել։ Ես վերցնում եմ իր վերշերը եւ տեսնում եմ, որ իրանից ընկել է շատ լավ ալմազնի կիրկա։ Ես վերջապես 150,000-ով գնում եմ մագնետիզմ եւ գնում եմ դնում տապորից վրա։ Ես անդադ քանդում եւ գնում եի կոիններ եւ այստեղ վերջապես անում եմ daily զադանյան։ Daily-ից ինձ տալիս է սֆերա ֆլեշը, որը ինձ այդքանը շատ պետք չէր այդ ժամանակ։ Քանի որ աուկցիոնում արժեր ընդամենը 40,000, ես գցում եմ Ender սունդուկս պահեմ։ Եվ շարունակում եմ աշխատել։ Այս ընթացքում ես աշխատել էի 100 կոինից ավել։ Ես տեսնում եմ, որ Bayer-ի մագազինում Farmer 2-րդը արժի ընդամենը 100,000 աչոք։ Դրա համար գնում եմ Eternity կիրկա, որը որ շատ սխալ էր։ Ես մտածում եմ, որ ընդամենը 2-3 շախտա փորելուց կարող եմ գնել Farmer 2-րդ, բայց սխալվել էի ես։ Ընդամենը 1 շախտայից ես հավաքեցի 4000 աչոք։ Ես 1,100,000-ով կարողանում եմ վաճառել կիրկան եւ գնում եմ մի քիչ մինուս։ Ես հիշեցի, որ մի քանի վայր առաջ ես կարողացել էի մատիգաներով աշխատել 200 կոինից ավել, դրա համար սարքում եմ մատիգա եւ սկսում եմ զաչար անել դրանք։ Ես աուկցիոնից չկացա գնել, բայց շախտից գտա 2 ստակ լազուրիտ։ Ես լիքը զաչարներ անելուց հետո գտնում եմ ինձ պետքական բոլոր զաչարները եւ պասև 4-ը գնում եմ աուկցիոնից։ Բոլոր մատիգաները միացնում եմ իրար եւ ստանում եմ շատ լավ մատիգա, որը սարքում եմ նեզեյթվի եւ գցում եմ աուկցիոն շատ թանկով։ Նկատեցի, որ ոչ մեկ չի վաճառում մատիգա, դրա համար ամենաեժանը իմն էր լինելու եւ ինձ այնց կգնեին։ Մի քանի ժամ անց մտնում եմ եւ տեսնում եմ, որ ինձ այնց գրնել են 1,600,000-ով, որը այդ պահի դրությամբ 35 կոին էր։ Ես մի քիչ գումար եմ իմ մոտ թողում օպիդների համար եւ գնում եմ զաչարում ամ եւս 1 մատիգա, որը էլ գցում եմ աուկցիոն, բայց այս անգամ 2 միլիոնով։ Երբ զաչար է անում հաջորդ մատիգան, ինձ այնց գնում է 2 միլիոնով 5 մատիգան, որը որ ես փոխանակում եմ 40 կոինով։ Տորը մտնում եմ սերվեր եւ տեսնում եմ, որ դեռ ինձանից չեն գնա այդ մատիգաները
Նաև նկատեցի, որ դեռ ոչ մեկ բացի ինձանից չի վաճառում մատիկաներ։ Ես մտնում եմ իմ երկրորդ ակաունտով եւ շատ արագ անում եմ daily։ Իմ основной ակաունտով մտնում եմ սերվեր, որպեսզի երկրորդ ակաունտից տամ գումար եւ տեսնում եմ, որ ինձանից արդեն գնել են մեկ մատիկան։ Տալիս եմ գումարը եւ մտնում եմ երկրորդ ակաունտովս, որպեսզի գնեմ 2 ստակ պորախ եւ անեմ daily-ն։ Daily-ն անում վերջացնում եմ եւ ինձ տալիս է էլիտրաներ, որոնք որ շատ թանկ էին այդ ժամանակ։ Ես այդ պահում եմ իմ մոտ, որպեսզի վաղը ու կիրակի օրը գնամ end։ Այդ ժամանակ սկսել էր event Zalata Likharadka եւ ես գումար եմ տալի մեկին, որպեսզի ինձ տպահանի զամը, եւ այդ ժամանակ ինձ գնում են մատիկա 2.500.000-ով։ Ես գնում եմ ներքև, քանդում եմ առաջին շալկերը եւ լուտ անկնում։ Շատ դժվարությամբ եմ ես այդտեղից դուրս եմ գալի եւ փախչում։ Լուտը գցում եմ էնդեր սնդուկ եւ զամակից հետո գնում եմ տուն, տեսնում թե ինչեր եմ լուտ եղել։ Տեսնում եմ, որ լուտ եմ եղել Eternity Tour, որը որ արժեր 1.300.000։ Ես գնում եմ սպաղը եւ հիշում եմ, որ դեռ ունեմ free case, որը որ վերցրել էի վայպի սկզբից, բայց չէի բացել։ Բացում եմ եւ ինձ տալիս է ալմազնի տապոր նորմալ զաչարներով։ Ես գցում եմ դա ինչ-որ random խաղացողի։ Եվ արդեն ես ունի 692 կոին։ Բայց ես այդ ընթացքում հաղթել էի 100 կոին, որը որ դեռ ինձ չէր եկել, բայց վիզայից հետո ինձ տվեցին նոր։ Ես մի քիչ փող եմ աշխատում եւ արդեն գնում եմ 700-րդ կոինը։ Նաեւ հիշեցի, որ սերվերում ավելացրել են celery, ինչից ինձ տվեց 36 կոին։ Ես մեկին տվեցի գումար, որպեսզի ինձ տելեպորտ անի զամը, քանի որ այլ այդ կար Zalata Likharadka։ Ես քանդեցի այդտեղ շալկերներ, որից ինձ լուտ չտվեց։ Մոտ 1 ժամ հետո ես գնում եմ Mirny Gruz։ Թայմերում երբ ժամանակը տեսնում եմ, ես մտնում եմ սերվեր եւ լուտ եմ լինում Nezeti Panoji, որը որ ֆանտոմնի էր եւ կորչում է։ Հիշում եմ, որ արդեն կիտերը բացվել է եւ վերցնում եմ իմ դրակոնի կիտը, որից ինձ տալիս է Trizubes Samonavotka առաջին, որը որ ես մոռացել էի, որ ավելացնելու են այս վայ։ Ես արկել էի իմ համար ինվենտար, որպեսզի գնամ end, բայց դեռ չգիտեի, թե ինչ է լինելու այդ օրը։ Ես իմ երկրորդ ակաունտով նույնպես անում եմ daily, որից ինձ տալիս է Roshestas կիրկա, որը որ շատ թանկ էր այդ ժամանակ։ Մի քանի ժամ անց մտնում եմ եւ կիրկան վերցնում եմ աուկցիոնից եւ նորից եմ գցում։ Եվ այդ ժամանակ ինձ կանչում են պրավերկի։ Շատ իր չէի կարդացել admin-ի գրածը եւ ես մտնում եմ, որպեսզի տամ իմ Discord-ը եւ այդ ընթացքում անջատում եմ Zapis էկրանը։ Իմ հեռախոսը այնպես է, որ եթե ինչ-որ մեկը միանում է դեմոնստրացիային կամ ինչ-որ մի բանին, ապա ոչ մի բան չի բացում, չի երևում, բայց քանի որ իմ էկրանի վերևում կար X ռեկորդերը, այդ admin-ը մտածում է, թե ես Zapis եմ անում պրավերկեն, իսկ ինձ մի անգամ զգուշացնում է, բայց ես քանի որ շատ իր չէի չաթին չէի նայում, ինձ զաբան է տալիս, բայց հետո ես իհարկե գրում եմ տեղ պատերժկային եւ իրանք իմ ակաունտը ռազբան են անում։ Ես ուրախացա, որ իմ ակաունտը բանից հանեցին, բայց տխրեցի նրա համար, որ չկարողացա գնամ վայպի ամենաառաջին endին։ Երկան, որը որ պրավերկի ժամանակ ինձ գնել էին, ես սարքում եմ 30 կոին։ Ես մտնում եմ եւ իմ основной ակաունտով անում եմ daily, արդեն 3-րդ օրը։ Սկսում եմ վաճառել ֆեյվերիկները, որոնք որ գնել էի endի համար։ Ես մտնում եւ տեսնում եմ, որ մեջտա շախտերը 3 անգամ ավելի թանկ է, քան ինչքանով որ ես վաճառել էի։ Ես գնում եմ RTP եւ գտնում եմ soccer, որը որ ամենահեշտն էր գրիֆում։
Կարճ ժամանակահատվածում դինամիտ B եմ տանում աբսիդյանի մոտ և վառում եմ։ Այդտեղից ինչքան կարող եմ արագ հեռվանում եմ, որպեսզի տալիք կամ տատեմ չգնեմ։ Տրաքելուց հետո գնում և լուտ եմ լնում նորմալոտ ռեսուրսներ։ Ես սոկրի կողը գտա առաջին լևլի սոկր և գնացի գրիֆեմ։ Դուք կխնդրեմ տեսնեք, թե ինչպես եմ ես գրիֆել դա։ Տասինք րոպե տանջվելուց հետո ես գնում եմ սպավն և գնում եմ Սթինգերի տալիսման, որպեսզի քրեատե կոմանդայով սարքեմ Էթերնիթի։ Բախտը բերում է և ես գնում եմ 2 անգամ ավել պլյուս։ Որոշեցի նաև առնել 2 հատ Սթինգերի գիրկա և իմ բախտը նորից բերում է և ինձ գնում է Էթերնիթի գիրկա։ Ես Telegram-ի bot-ով Holy World-ի գտնում եմ կառաբլ և գնում եմ այդ իվենթին։ Առնում եմ ատմիշկա, որը որ բացում եմ և գնում եմ մի քանի անգամ ավել պլյուս։ Նեզերքի ձեռքի տակից տանում եմ ուդաչա 1 ատմիշկա։ Ասում է կառաբլի գլխավոր բոճկեն և ես քանի որ չի նկատել, որ իմ մոտ կա 3 հատ 100 օպի, ես սկսում եմ այդտեղ սպանել մարդկանց, փորձել լուտ լինել ավելի շատ վեշ, բայց ինձ սպանում են ինձ։ Ես որոշում եմ սարքել կակտուսի ֆերմա, դրա համար գնում եմ B2 դինամիտներ և մաքրում եմ շատ արագ տարածքը։ Եվ մոտավոր կես ժամ անց ես վերջացնում եմ կակտուսի ֆերման սարքելը։ Որոշում եմ կես ժամ AFK մնալ, որպեսզի տեսնել, թե ինչքան կարող եմ աշխատել։ Երեսուն րոպեմ աշխատում եմ ընդամենը 63 000 և մոռանում եմ կակտուսի ֆերմայի մասին։
Գրում եմ հաջորդ կառաբլը, որտեղ ինչպես միշտ իմ Wi-Fi-ը կախում է, բայց ես մի ձև կարողանում եմ գնալ եւ բացել բոճկա, որից ինձ տալիս է շատ վատ վեշեր։ Եվ գնում եմ եւս մեկ ատմիշկա, որը բացելուց տալիս է նորմալ վեշեր։ Ես նորից մտնում եմ եւ լուտ եմ լինում կառաբլի բոճկան, որից այս անգամ ինձ տալիս է լավ վեշեր։ Շատ արագ դուրս եմ գալիս սերվերից, որպեսզի ոչ մեկ կդե չտա եւ ինձ չսպանել։ Ես արդեն ունեի իմ Զելևարկով բազան, նաեւ ես ինձ համար գնել էի Full Eternity set եւ Talisman։ Այստեղ գնում եմ 10 միլիոնով արտեֆակտ։ Եվ իմ նոր ինվենտարով ուզում եմ գնամ event, բայց այդտեղ շլեմ սանցաղ ինչ-որ մեկը սկսում է ինձ խփել։ Երբ ես խմում եմ իսցիլինը եւ ուզում եմ PvP անեմ, այդտեղ գալիս է արդեն ուրիշ խաղացող։ Քանդում եմ լիք շալկերներ, բայց բոլորը գմփում են։ Իվենթը երբ վերջանում է, ես գնում եմ սպավն եւ անում եմ իմ դեյլին։ Այդ ամեն ինչից հետո ես գնում եմ արդեն հաջորդ իվենթին, որտեղ արդեն առաջին շալկերից ընկնում է լավ լուտ։ Իմ բախտը մի քիչ բերում է եւ արդեն այս շալկերը քանդելուց ինձ ընկնում է միֆիչսկի սֆերա։ Սպասելուց արդեն նորից հայտնվում է շալկեր, որը նույնպես չի տրաքում։ Ամեմատած անցած լիխարատկի հետ այս անգամ իմ բախտը բերում էր, որովհետև ամեն երկրորդ շալկերը լուտ էր ընկնում։ Իմ երկրորդ ակաունտով դեյլի անելուց ինձ տալիս է 4 հատ բեշկա։ Ես այս բանից զարմացել էի, որովհետև անկայում կար 89 օնլայն, որից 86-ը ընտրել էր Զալատա լիխարատկա։ Ես գնում եմ այդտեղ լիխարատկի եւ որոշում եմ PvP անել շլեմ սոնցավ ինչ-որ մեկի հետ։ Քանի որ համ FPS սերի չէ, համ պինգերս բարձրացե, ես լիվ եմ անում եւ մի քանի վայրկյան հետո գալիս, որպեսզի լուտ լինեմ։ Զալատա լիխարատկից հետո ես տեսա, թե ինչեր եմ լուտ եղել։
գտնվում է Միրնի գրուզ, որին որ մոտիկ էր զամկը եւ դրա համար ես տելեպորտում եմ զամկից հոմե, այնտեղից թռնում եմ էլիտրով։ Ես ինչպես միշտ չեմ կարողանում ոչ մի բան լուծել։ Ես գնում եմ Զալատալի խարատկա իվենթ անում եմ դաբլ չար եւ Ender Pearl եմ գցում մտնում ներս։ Սկսում եմ քանդելիք շալկերներ, բայց լավ լոտ չեմ վերցնում այդ տեղից։ Ես հիշնում եմ զամկի ներքև եւ որոշում եմ սկսել PvP անել ինչ-որ տղու հետ, բայց քանի որ ինքը համից այս ուժեղ էր, համեի մոտ շատ էր պինգում, ես բարձրանում եմ վերև եւ Wi-Fi որոշում է, որ պետք է ես հենց գնամ զամկի մեջտեղը իմ մոտ կախի։ Մի պահ Wi-Fi-ը դզվում է, բայց էլ այդ կորում է։ Եվ մի քանի վայրկյան հետո ես էկրանին տենում եմ S։ Ай-яй-яй, какой плохой мальчик. Что он делает? Ай-яй-яй. Оп, а кто же это? Бэтмен! Ես ինձ համար գնում եմ մի հատ կոնտեյներ, որի համար ծախսում եմ 50 կոին եւ բացում եմ ու ինձ ոչ մի բան չի տալիս։ Դե ինչ ժողովուրդ ջան, այսքան էր վիդեոն, եթե հավանեցիք կխնդրեմ դնել լայքը, բաժանորդագրվել ալիքին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վիդեոներում։ Հաջողություն։